շուրջ 14 տարի է ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ինչպես ընտրեցի իմ մասնագիտությունը, նշեմ, որ ես զորամասի սպա հոգեբանն եմ և մանկուց սիրել եմ ծառայությունը, քանի որ զինված ուժերը ինքը դիսցիպլինայով ծառայություն է, կարգապահությունը, խստապահանջությունը և միշտ դուր է եկել, այդ իսկ պատճառով ընտրել եմ հենց զինված ուժերում ծառայել և մտածեցի, թե ինչ մասնագիտություն կարող եմ ընտրել, որպեսզի մոտ լինի և այդպես ընտրեցի հենց զինվորական հոգեբանությունը և արդեն շուրջ 5 տարի է ինչ զբաղվում եմ իմ մասնագիտությամբ։ Տանը ծնողները շատ մեծ ոգևորությամբ են ընդունում իմ այս ծառայությունը, քանի որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ հաջողություններով և իմ ծառայությունով միշտ հպարտ են նրանք։ Ծառայությունը և անձնական կյանքը, եթե ավելի լինեմ ազնիվ, բնականաբար խանգարում են, որովհետև մի փոքր այսպես թյուր կարծիք կա, եթե զինվորական կին է, ապա չգիտեմ, մի քիչ դժվար կլինի թե խստապահանջկոտությամբ, թե իր ընդհանուր ծառայությունը, որտեղ առաջինը մենք գերադասում ենք ծառայությունը, նոր արդեն ընտանիք, չգիտեմ, կարևորություն տալիս ենք բնականաբար ծառայությանը, դրա համար մի փոքր կան տարանջատումներ, բայց եթե փորձում ես ավելի լինես մասնագիտացված պրոֆեսիոնալ, ամեն ինչ լինում է հանգիստ։ Ամենամեծ փորձությունը դա ժամկետային զինծառայողների հետ աշխատելն է եղել, երբ որ ես արդեն մասնագիտությամբ համարվել եմ որպես սպա հոգեբան և առաջին քայլերն եմ արել ժամկետային զինծառայողների շրջանում, որովհետև մի փոքր ավելի պատասխանատվությունը մեծ է լինում, որովհետև դու աշխատում ես անձի հոգեվիճակի հետ և շատ պետք է լինես ուշադիր և շատ զգոն։ Ժամկետային լինի թե պայմանագրային և թե սպայակազմ, բոլորի հետ աշխատում եմ շատ դրական, ընդունում են ինձ որպես սպա հոգեբան և ոչ մի խոչընդոտներ չեմ ունեցել այս 5 տարիների ընթացքում։ Քանի որ սպա հոգեբանն եմ, ես ինքս էլ լինում է, որ դիտումների, տողաններին կանգնած ժամանակ դիտումներով կամ չգիտեմ, երբ որ տեսնում եմ ինչ-որ մի անձ ավելի հոգեպես ոչ կայուն է, իհարկե ես ինքս մոտենում եմ աննշան, որպեսզի ոչ մեկ չնկատի, կանչում եմ ինձ մոտ, նաև լինում են իհարկե սպայակազմի կողմից մոտենում են, ասում են, որ այսինչ զինծառայողին ուղարկելու ենք ձեր մոտ, որովհետև ունի այսպես հոգեբանական խնդիրներ։ Որպես հոգեբան բնականաբար ինձ համար ավելի հեշտ է լինում, ես շատ ավելի այսպես հանգիստ եմ իմ ծառայությանը վերաբերվում, շատ եմ սիրում, պատասխանատվությամբ եմ վերաբերվում, քանի որ և զորամասի հրամանատարի կողմից և առհասարակ ինձ շրջապատող զինվորական կոլեկտիվի կողմից ընդունված եմ որպես հոգեբան։ Կին զինծառայողի դերը բանակում մեր օրերում հատկապես շատ կարևոր է, որովհետև քանի որ նշեցի խիստ խստապահանջ ծառայություն է, մեր սպա տղամարդիկ, երբ որ տեսնում են կին զինծառայողների, մի փոքր ավելի լինում են զսպված, ավելի լինում են այսպես համախմբված և կին զինծառայողը իհարկե ծառայության ընթացքում մեծ դեր ու նշանակություն է ունենում հատկապես նորակոչիկ զինծառայողի կողմից, որովհետև կնոջը ավելի տեսնում են մայր, քույր, հարազատ մի էակ։ Հայոց բանակը իմ համար բնականաբար շատ կարևոր տեղ ունի, որովհետև բոլոր պետություններն էլ իրենց բանակով են հարուստ, ուժեղ, ես էլ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ բնականաբար հպարտ եմ և ամենաառաջնային տեղում է ընտանիքից, հետո արդեն Հայոց բանակն է ինձ համար։ Այն աղջիկները, ովքեր որ ցանկանում են գալ զինված ուժեր, բնականաբար ողջունում եմ, շատ կարևոր քայլ է, նրանք առաջնային պետք է ներքին զգացողությանը հետևեն, որովհետև շատ կարևոր մասնագիտություն է նաև ու իհարկե ողջունում եմ և բնականաբար հայրենիքին ծառայելը դա ինձ թվում է ամենակարևորագույն և ամենասխրան գործերից մեկն է և իհարկե հպարտանալու, որովհետև կին զինծառայող, կին ով ոտք է դնում զինված ուժեր և ծառայության ընթացքում ունենալով տարբեր դժվարություններ, թե հոգեպես, թե ֆիզիկապես, կարծում եմ դա նաև կլինի
նորակոչիկ զինծառայողների այսպես մի քիչ թոթովանք, որ կին զինծառայողը եթե կարողանում է այս դժվարության մեջով անցնել, ապա ժամկետային զինծառայողները նույնպես կարող են անցնել։ Հայոց բանակին միանշանակ կմաղթեմ խաղաղություն, անապ երկինք եւ ցանկանամ, որ միշտ հաղթանակած լինի հայոց բանակը ու բոլորս հպարտանանք մեր հայոց բանակով։ Շնորհավոր հայոց բանակ տոնդ։